Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը շարունակում են բանակցությունները կառավարության ներկայացուցիչների հետ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության եւ այլ հարցերի շուրջ։ Խորհրդի անդամները հայտարարել են որոշակի դրական արդյունքների մասին, որոնք հիմնականում վերաբերում են բնակարանային ծրագրին։ 158 բնակավայրեր, որտեղ ապրում է մոտ 13,000 արցախցի, կներառվեն 4 միլիոնանոց գոտում, այսինքն ոչ թե 3, այլ 1 շնչին այդքան դրամի սերտիֆիկատ կհատկացվի։ Սա հիմնականում վերաբերում է Կոտայքի, Արարատի, Արագածոտնի բնակավայրերին։ Այս պայդրությամբ բավականին արդյունք կա, որոնք վերաբերում են բնակավայրերի գումարի ավելացմանը։ Աբովյան, Երևան եւ Մասիս քաղաքները չեն ներառվել, բայց դրան զուգահեռ 158 համայնք է ներառվել, որտեղ ապրում են մոտ 13,000 արցախցի, ում վերաբերվում է սա։ Այստեղ առավել լուրջ խնդրի առաջ են կանգնած 2-3 հոգանոց ընտանիքները։ Ասում են, այդ գնով հնարավոր չէ տուն ձեռք բերել։ Չեն կարողանալու տուն ձեռք բերել։ Օրինակ ես վարկի ոնց մտնեմ, ասենք 8 միլիոնը տամ տուն առնեմ, մնացածը օրինակ 15 միլիոն է։ Մնացածը ես որտեղից պետք է ինչ եկամուտով պետք է ես կարողանամ ամիսը օրինակ ձևակերպենք հիպոթեկ։ Խորհուրդը կառավարությանն առաջարկել է երկարաձգել բնակվարձերի տրամադրման ժամկետները մինչև բնակարանային վկայականներ ստանալը։ Որտեղ մենք ավելի շատ, ավելի գլոբալ լուծման հարցեր ենք ներկայացրել, այդ թվում նաև որ մինչև սերտիֆիկատը իրականացնելը պիտի մարդկանց հնարավորություն տալ նորմալ բարեկեցիկ ապրելու, դա բնակարանային վարձի շարունակությունն է առնվազն 4 ամսվա ընթացքում։ 40 + 10,000 դրամ վճարման շարունակման խնդիրը լուծել չի հաջողվել, ինչն ըստ խորհրդի անդամների ավելի է վատթարացնում արցախցիների սոցիալական վիճակը։ Մենք շատ ծանր կացության մեջ կհայտնվենք, շատ ծանր։ Նամանավանդ բազմաերեխատարները, մանավանդ ծերերը, միայնակները, ինչ չնայև ես թվում ես ու մայրս, ինչ պիտի անեմ մենակ 40,000 դրամ պետք է ստանա մայրս, 10,000 օրինակ ես, ու մամայիս 45,000 թոշակը, 160,000 տան վարձ տալու դեպքում։ Կառավարությունը կստանձնի զոհված զինծառայողների 82 ընտանիքների բնակարանային ապահովման հարցի լուծումը։ Խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանը նշել է, որ նախկինում արցախցիներին հնարավորություն էր տրվում մարել իրենց հիփոթեքային վարկերը 10 տարվա ընթացքում։ Այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 20 տարի։ Վարկային գործարքների առումով եւս մեկ ձեռքբերում կա։ Հանվել է սև ցուցակները, որտեղ մարդիկ վարկային պատմություններ են ունեցել, դա շատ մեծ արդյունք է, քանի որ Արցախը կորցնելուց հետո շատերս չեն կարողացել վճարել։ Հողամասերի վրա բնակարաններ կառուցել ցանկացող ընտանիքները կստանան համապատասխան թույլտվություն։ Քննարկումներ են ընթանում հողամասի գնման վկայականի արժեքի շեմը բարձրացնելու վերաբերյալ։ Այս բոլոր արդյունքները սակայն չեն բավարարում ներկայացված առաջարկները։ Հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարել ենք պայքարի երկրորդ փուլի մասին։ Նժդե Իսկանդարյանի խոսքով ակցիաները շարունակվելու են եւ իրենք միայն սոցիալական հարցերի մասին չէ, որ բարձրաձայնում են։ Առաջնահերթերից են հավաքական վերադարձի իրավունքը, գերիների ազատությունը։ Կառավարությանը ներկայացված փաստաթղթում 12 կետ է ներառված եւ այս առումով խորհրդի դիրքորոշումը չի փոխվել։ Մերի Դանիելյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Free Open Media։